Պայմանագրային զինվորական ծառայությունը վերջին տարիներին աստիճանաբար դառնում է բանակի հիմնական հենասյուներից մեկը։ Պատերազմական գործողություններից հետո բազմաթիվ փորձառու զինծառայողներ անգամ ծանր վիրավորումներից ու վերականգնումից հետո դուրս էին մնում ծառայությունից գործող կարգավորումների պատճառով։ Մասնագետների խոսքով պայմանագրային զինծառայության առաջնային խնդիրներից է պատրաստության մակարդակը միշտ բարձր պահելը։ Եթե վերցնենք 20 թվի խնդիրները, դեռ երբ որ պայմանագրային զինծառայողները բավականին սահմանափակ քանակով էին եւ մեծ մասամբ սահմանամերձ գյուղերի բնակիչներից էր կազմվում այդ մասը բանակի, այստեղ մենք ունենք հաճախ իրավիճակներ, այսօր պայմանագրային զինծառայողները ավելի ցածր պատրաստություն ունեին մարտական, քան օրինակի համար ժամկետային զինծառայողները, որը անընդունելի բնականաբար երևույթ է։ Զինվորական ծառայության պիտանիությունը սահմանող կարգավորումներում կառավարությունը փոփոխություններ կատարեց, ըստ որի եթե պրոթեզավորման կամ օժանդակ միջոցների միջոցով վերականգնվել է տեղաշարժվելու կամ շարժողական գործառույթների մի մասը, զինվորները կարող են ծառայության համար ճանաչվել սահմանափակումով պիտանի։ Ռազմական փորձագետները նշում են փոփոխությունները նաև պայմանավորված են բանակում պայմանագրային բաղադրիչի մեծացմամբ ու սահմանների պահպանման անհրաժեշտությամբ։ Ժամկետային զինծառայողների թվաքանակը իսկապես չէր բավարարում, արդեն կտրուկ ձևով շփմանկից ավելի մեծացել բանակի թվաքազմը կրճատել է եւ հիմնական շեշտադրումը արդեն պայմանագրայինների վրա է գալիս եւ պայմանագրայիններն են դառնալու հիմնականում բանակի առանցքը։ Փորձագետների գնահատմամբ մարտական փորձ ունեցող զինծառայողների ներգրավումը կարող է կարևոր դեր ունենալ նաեւ երիտասարդ զինծառայողների պատրաստման հարցում, սակայն նրանք ընդգծում են յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի անհատական գնահատման վրա, հաշվի առնելով մարդու առողջական վիճակը, հոգեբանական անվտանգությունն ու ծառայության պայմանները։ Այն անձինք, ովքեր որ ունեն մարտական փորձառություն եւ անցել են փաստորեն մարտի դաշտով եւ իրենց մարմնի սպիդերն են ցույց տալիս հայրենիքին իրենց նվիրվածությունը, սա ես կարծում եմ շատ կարևոր նշանակություն ունի ներգրավելով բանակի երիտասարդ սերնդի կամ ապակաս փորձառու պայմանագրայինների ժամկետային այս փորձառությունը փոխանցելու։ Բանակում պայմանագրային զինծառայողների մեծացման պայմաններում մասնագետները կարևորում են ոչ միայն թվաքանակի ավելացումը, այլև ծառայության որակն ու մարտական պատրաստվածությունը։ Օրինակ են բերում ռուսական փորձը։ Այստեղ նրանց որպես կանոն բարձրագույն պաշտոններ են վստահում նկատի առնելով անցած ճանապարհն ու կուտակած փորձը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։